Պարոն Հակոբյան, մի հարց էր, քանի որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո բուռն քննարկվեց այդ հարցը ԱՄԵԿ+-ի փակելու հետ կապված, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ձեռագիր գրված մի էջի վրա առաջարկություններ էին, իրենք այդպես երկու սենյակ էին, մի տաղավար եւ այլն, լուրջ չէին մոտեցել, մտածել էին, որ իրենք գրելու են, այսպես ասած, այդ մրցույթը որպես իրավահաջորդ, գիտեմ, որ դուք չեք եղել, բայց իսկապես այդպիսին է եղել առաջարկը եւ դրա համար է զրկվել ԱՄԵԿ+։ Իրավահաջորդ ոչ միայն, երբ որ մի քանի օր առաջ արդեն արտահոսք էր միգուցե եղել, որ ԱՄԵԿ-ը պատրաստվում է լիցենզիա ձեռքել, այսինքն լիցենզիա չտրամադրել, իսկ ես այն ժամանակ ԱՄԵԿ-ի եւ հաճախախիհուրն էի եւ գործընկերն էի, որտեվ չմոռանանք, որ ԱՄԵԿ+-ը սկսել է աշխատել, երբ որ հեռուստարադիոպետկոմի նախագահն էի, եւ մի պահ նույնիսկ երկրորդ ալիքից մի քանի ժամ 94 թվականին, թե 95-ի սկզբին մենք տվել ենք մեր որոշումով կոլեգիայի ԱՄԵԿ+-ին որպես անկախ հեռուստաընկերություն իմանալով ես գնացի ԱՄԵԿ+ եւ ինքս ծանոթացա ծրագրին, իհարկե դա ձեռագիր չէր։ Ես կարծում եմ նույնիսկ արխիվներում կարելի է գտնել, դա չէր կարող ձեռագիր լինել։ Ես չեմ խոսում դա լավներ, թե վատներ, ժամանակ շատ է անցել, ես չգիտեի նույնիսկ իրանց մրցակիցների ծրագրերը, բայց այն կարող եմ ասել, ինչ գիտեմ, դա ձեռագիր չէր 1, այն ժամանակվա համար շատ լավ տեխնիկական հագեցվածություններ ԱՄԵԿ+-ը 2, ԱՄԵԿ+-ը գրավում էր այդ շենքա արդեն քանդված է, դա Կարմիր բանակի էր այն ժամանակ ձեր կոչվում, հետո լուսավորչի 15 շենքը եւ զբաղեցնում էր այդ մեծ ահռելի շենքի ամբողջ առաջի հարկը։ Այստեղ ցավոք, այն ժամանակ չափումներ դե չկային, բայց եթե փոքր լսարան ուներ, ԱՄԵԿ-ի փակվելը այդպիսի աղմուկ չէր։ Հանի եւ այդ աղմուկը անդիմության կամ բանի աղմուկը չէր, դա հանրության աղմուկն էր։ Եվ իհարկե չարժեր փակել դա։ Ես ներողություն եմ խնդրում գնամ, միշտ ձեզ ժամանակ կտրամադրեմ, շնորհակալություն։